Բարև ձեզ, ես դες հերվից տեսավ, ուզում եի գայի բարև էի անպայման, ինչ է ձեր անունը? Սմբատ։ Ինչպես? Սմբատ։ Սմբատ։ Շատ, հզոր, մեր Սմբատ, ոչ միայն Սմբատ Սպարապետ, այլ նաև Սմբատ Գունդստաբլ, գիտեք չէ, մեր հզոր հայերն էր մեր պատմության։ Ես էլ ձեզ իջեցի, որպես ասի հարկայինի մասնագետ։ Ոնց եք, ինչով եք զբաղվում։ Mən ոչինչ բանում։ Թոշակի եք անցել։ Իսկ ինչ մասնագիտություն ունեք, առաջ ինչ եք աշխատել։ Ես ինժեներ, մեխանիկ, գարաժի բարիշտ, տրակտորիստ, կոմբայնաբար, բարոր։ Շատ ուժեղ գործերի մեջ եք։ Տեսեք, օրինակ մենք շատ կարևոր ծրագրեր ունենք, որ նաև ձեզ ա վերաբերվում։ Ընդհանրապես նայեք ոնց է Հայաստանում։ Մարդը եկավ աշխատեց, թոշակի անցավ, այդ դրանից հետո ստացվում է ինքը անօգուտ է ուղղակի։ Պետք չի ոչ մեկի, չէ՞, մենակ թոշակն է ստանում, իր համար ապրում է։ Հիմա մենք ինչ կարևոր ծրագրեր ունենք։ Մենք պետք է, մենք բնակչությունով քանի որ քիչ ենք, մենք իրավունք չունենք, մեզ համար մեծ ճոխություն է այս մեր ժողովրդին, ովքեր կենսաթոշակային տարիքի են անցնում, որ թողենք հանգած օգտակար չլինեն։ Մենք ինչ պետք է անենք։ Վերապատրաստումների օրինակ դուք ձեր հզոր մասնագիտական փորձով պետք է մեր երեխեքին օգտակար լինեք, ասենք դասեր տա, ձեր փորձը փոխանցեք, ինչքան լավ կլինի։ Ես ֆիզիկապես պատրաստ եմ աշխատել, բայց աշխատանք չեմ կարող գտնել, որտեղ որ գնում եմ հնդիկներին, պարսիկներին աշխատանք տալիս են, բայց մեզ չեն տալիս տարիքի հետ համապատասխան։ Ես ֆիզիկապես կարող եմ 20 հոգու ծալել աշխատանքի մեջ։ Ակնհայտ երևում է լա։ Բայց ձեզ տարիքը տեն չի գնա։ Ահա, այդ հենց կոնկրետ մեր ծրագիրն է, հենց ձեր համար, ձեր նման մեր քաղաքացիների համար, որ եթե բիլակները տեղը, ուժը տեղը, մարդուն ինչ իրավունք ունի պետությունը ասի, դե լավ, դու գնա ձեր տունը նստի։ Ինքը պետք է ներգրավի աշխատանքների մեջ, այդ մեզանից, մեր շահերից է բխում։ Մենք այդքան շատ չենք բնակչությունով 200 միլիոն, չէ՞, որ sense մարդկանց տարբեր տեղեր, կեսին Ռուսաստան գնան, կեսը թոշակի անցնեն, կեսը չաշխատեն, այդպես ո՞նց կլինի։ Դա համար պետք է բոլորովս ներգրավենք։ Հիմա ձեզ որ մի հատ այնպես գործ լինի, ներգրավենք, մեր երեխեքին կրթեք, գնանք այն ջահել մասնագետներին սովորացնենք, ինչքան լավ կլինի։ Մեծի նկատմամբ հարգանք կառաջանա, դուք բավարարված կլինեք, ձեզ արդեն պահանջարկից կզգաք, ձեր փորձը կփոխանցեք։ Հիմնական նպատակը դա է։ Գործի առումով ես որպես այդ մասնագիտության տեղից ես զանգում կանչում եմ։ Գնում եմ Ծաղկաձոր, Աբովյան, Սևանում, Դիլիջանում, կռանները հետ գործում եմ, կռաններ եմ հավաքում եմ, որը գծի վրա, որը ցեպով է։ Եթե առաջ մի օր քանդում եմ, մի օր հավաքում, ես 2 ժամ քանդում եմ, 2 ժամ հավաքում, մնացել են զարմացել։ Ասենք ցեպավոր։ Իսկ մյուսը 3 օր տևում է, որ ասենք այն մեծերը, մեծերի վրա որ գնում են։ Իսկ մյուսները 2 ժամ քանդում։ Բայց դա մասնավորն է, չէ՞ ձեզ կանչում։ Հպատի պատկացեք պետությունը ծրագիր ունենա, որ ասենք սիրուն մարդկանց դնի անընդհատ դուք էլ իմանաք, առավոտից իրիկուն եք անելու 2 ժամ, Չարենցավանում 3 ժամ, չգիտեմ, Քյավառում գնալու եք դեր հավաքեք, տրակ ինչքան լավ կլինի, դուք էլ ձեզ բավարարված չեք զգաք։ Այդ մեր ծրագրերից է, կոնկրետ, ու մենք անելու ենք դա։ Համար մենք խնդրում ենք, որ վստահությունը մեր քաղաքացիների, ձերը նաև։ Շատ մարդիկ արդեն ինձ սովորելու, իրանք են կարողանում։ Իրանք են։ Տեսնում եք։ Մենք սովորել ուզող շատ կա։ Ձեր փորձերը հասցնելու եք շատ-շատերին փոխանցել։ Շնորհակալություն շատ, լավ եք, Աստված պահապանի։ Լավ եք, մերսի։